Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախամարոտ։ Մեկնարկել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, ինչ հայտարարություններ են հնչել։ Ռուսաստանը դադարեցրել է ջերմու քանքային ջրի հերթական խմբաքանակի վաճառքը, որն է պատճառը։ Սպառնալիքներ ատելության պիկապից, ինչ հետևանքներ կունենա ատելության քարոզը։ Ողբերգություն Լոս Անջելեսում հայերի ընտանիքում, ինչ է տեղի ունեցել։ Աստանայում մեկնարկել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Նիստից առաջ տեղի է ունեցել ավանդական համատեղ լուսանկարահանումը։ Մասնակցում են միության անդամ պետությունների, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելարուսի եւ Ղրղստանի ղեկավարները։ Հայկական պատվիրակությունը գլխավորում է Մհեր Գրիգորյանը, մասնակցում է նաեւ ԵՏՀ ղեկավար Բակիթժան Սագինտաևը։ Իսկ ԵԱՏՄ առաջնորդների նեղ կազմով հանդիպումն ավարտվել է։ Այն տևել է գրեթե 2 ժամ։ Հանդիպման ընթացքում քննարկել են նաև արտաքին առևտրի հարցեր եւ արհեստական բանականության զարգացման նախաձեռնություններ, որոնց մասին նախկինում խոսել էին տնտեսական ֆորումում։ 2026 թվականին ԵԱՏՄ-ի շրջանակում առևտրաշրջանառությունը կգերազանցի $100 միլիարդ, հայտարարել է Ղազախստանի նախագահ Տոկաևը։ 2025 թվականին այն կազմել է $95 միլիարդ։ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկում են ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի թեմաները, բայց դա կորոշվի նեղ կազմով հանդիպման ավարտին։ Լեբեդևի խոսքով ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի վերաբերյալ Հայաստանի մտադրությունների հարցը հիմնարար է։ Լեբեդևի կարծիքով Հայաստանը նույնպես գիտակցում է Եվրասիական տնտեսական միության կարևորությունը եւ ոչ ոք հիմա չի պլանավորում խզել կապերը ԵԱՏՄ-ի հետ, գործակցությունը կշարունակվի։ Ինչ վերաբերում է ԵՄ-ին, դեռ կմտածեն։ Իմ կարծիքով այս հարցը կքննարկվի բարեկամաբար։ Մյուս կողմից հիմնարար հարցը հետևյալն է. դուք ընտրում եք ԵԱՏՄ-ն, թե ԵՄ-ն։ ԵՄ-ն երկար պատմություն է։ Շատ երկրներ ցանկանում են միանալ ԵՄ-ին եւ ԵՄ-ին միանալու գործընթացը տարիներ է տևում։ Սակայն ԵԱՏՄ-ն իրականություն է, որից մենք հիմա չենք կարող հրաժարվել։ Դրանից շատ բան է կախված։ Սակայն տնտեսական արգելքների հարցը դեռևս օրակարգում է։ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն էլ հայտարարել է, որ Հայաստանից մրգերի եւ բանջարեղենի Ռուսաստանի Դաշնություն ներմուծման արգելքն ուժի մեջ մտնելուց հետո Ռուսաստանը կփոխարինի դրանք այլ շուկաներից ներմուծվող ծավալներով։ Նրա խոսքով դրանք բավական նիշային ապրանքներ են եւ այդ ծավալների մեծ մասը բավարարում են սեփական արտադրության միջոցով։ Նախարարն ասել է, որ Հայաստանից որոշ ապրանքների արտահանման համար սահմանվող արգելքների նպատակը բացասական զարգացումը կանխելն է։ Աստանայում տեղի ունեցող համաժողովի ընթացքում Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ-ի շրջանակում զարգացնել արհեստական բանականության տեխնոլոգիաները։ Նրա խոսքով կարևոր է միասնական մոտեցումների ձևավորումը հատկապես տեխնոլոգիական անվտանգության, էթիկայի եւ տվյալների կառավարման ոլորտներում։ Այսօր արհեստական բանականության դարաշրջանում մեր առջև նոր խնդիր է դրված, ոչ միայն կրթել մարդկանց, այլ նաև մեքենաների, հասկանալ մեր լեզուներն ու մշակութային ժառանգությունը։ Համոզված եմ, որ արհեստական բանականության զարգացման նկատմամբ պատասխանատու եւ նորարարական մոտեցումը մեր երկրներին հնարավորություն կտա ձևավորել կայուն, անվտանգ եւ մրցունակ ապագա։ Հայաստանը պատրաստ է առարկայական երկխոսության եւ համատեղ գործնական աշխատանքի, այս ուղղությամբ բոլոր համատեղ նախաձեռնությունների իրականացման համար։ Ռուսաստանի սննդի անվտանգության վերահսկողական ծառայությունը հանձնարարել է կասեցնել Ռուսաստանում ջերմու քանքային ջրի ավելի քան 64 միլիոն շշի վաճառքը։ Նոր խմբաքանակների արգելափակման հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մայիսի 28-ից մինչև հետագա ծանուցում։ Գործակալությունը բացատրել է, որ կասեցման պատճառը տեխնիկական կանոնակարգերի խախտումներն են։ Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ սահմանադրագետ Գոհար Մելոյանը տեղեկացրել է, որ նախընտրական փուլում խախտումների մասին մի քանի ահազանգեր են ստանում քաղաքացիներից։ Քաղաքացիներին ստիպում են տեսանկարահանել, լուսանկարել իրենց ուժին տրվող քվեաթերթիկը, մարդկանց ստիպում են երրորդ համարի քվեաթերթիկը դուրս բերել ընտրատեղամասից, ապացուցելու, որ իրենց ուժին չեն քվեարկել։ Մարզաբնակ քաղաքացիներին վախեցնում են, թե գաղտնի տեսախցիկ է լինելու, որոնցով նայելու են, թե ում են ընտրում։ Նա նաև նշել
ասել է, որ բացահայտել են հասցեներ, որոնցից մեկի վրա օրինակ 303 անձ է գրանցվել, իսկ 100-ից ավելի գրանցված անձանց իրողությունը մտահոգության տեղիք է տալիս։ Առանց իրավախախտումների եւ այսպիսի չարաշահումների այս ուժը վերարտադրվելու հնարավորություն չունի, հետեւաբար մեր առաջնային նպատակն է այդ իրավախախտումները մաքսիմալ կանխարգելել։ Քաղաքական պայքարը սովորաբար գաղափարների մրցակցություն է, բայց երբ հրապարակային խոսքում ավելի հաճախ են հնչում սպառնալիքները, վիրավորանքներն ու թշնամանքի կոչերը, փոխվում է ոչ միայն քաղաքական մթնոլորտը, այլև մարդկանց հարաբերությունները։ Մասնագետները զգուշացնում են ատելության լեզուն վաղ թե ուշ դուրս է գալիս քաղաքական հարթակից եւ տեղափոխվում առօրյա կյանք, բաժանելով ընտանիքներ, ընկերներ ու համայնքներ։ Իսկ ինչ հետևանքներ կարող է ունենալ այս գործընթացը, երբ այն դառնում է նախընտրական պայքարի գլխավոր գործիքներից մեկը, ռեպորտաժում։ Թարշե մանդատը փոխարինում են փոխպատե մանդատով եւ գնում ենք բոլոր թալանչիների հետևից։ Մենք բազմագլուխ հետ հրեշի գլուխները ջնջխելով եկել ենք եւ ահա հասել է վերջին 3 գլուխը։ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի քարոզարշավի 3-րդ օրն Ալավերդիում հայտարարել էր, թե իրենց իշխանությանը խանգարում է Թավիշը եւ պողպատե մանդատով, որ մուրճի տեսք ուներ, սկսեց սպառնալ ընդդիմադիր կամ իրեն հակառակվող գործիչներին։ Տիկնոջը ոստիկանություն եկեք հեռացրեք, հա։ Մեր իրավապահ մարմինները ասֆալտ ուտացնելով իրանց տանելու են գցեն հրակատարողական հիմնարկում։ Սպառնալիքներ, սեփականությունը խլելու անգամ գլուխները կտրելու հայտարարություններ են հնչում Նիկոլ Փաշինյանից, եւ դրանք նախընտրական խոստումների մի մաս են կազմում։ Փաշինյանին սպասարկող ավտոմեքենան ատելության պիկապ է անվանել Վահե Հովհաննիսյանն ու հիշեցրել Ռուանդայի ռադիոն, որ ըստ Հովհաննիսյանի մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկին ատելության քարոզը բերեց։ Այսքան ատելություն, թշնամանք, սրպարտություն, մեղադրանքներ, որ աճ ու ձախ տարածում է, ունենալու է այլանդակ հետևանքներ։ 4 կողմը լարվածություն ունեցող մեր երկրում գոնե մի հատիկ կոնսոլիդացիոն միտք չհնչեց իշխանական պիկապից։ Ստեփան Դանիելյանի խոսքով գործող իշխանությունը հատուկ խորացնում է հասարակության բևեռացումը, որ ընտրության արդյունքները չհավանելու դեպքում ուժային լուծումների գնա։ Ես կարծում եմ, ինքը պատրաստվում է ինչ-որ ուժային լուծումների։ Այսինքն, եթե ինքը վերընտրվելու հնարավորություն չունի, ապա ինքը պետք է փորձի ինչ-որ առումով տապալել այդ ընտրությունները։ Տապալելու համար ուրեմն պետք է երկրում լինի որոշակի մթնոլորտ, փոխադարձ ատելության մթնոլորտ, ինչ-որ ուժային լուծումներ լինեն, այսինքն ինչ-որ սպանություններ, կրակոցներ եւ այլն, եւ դա բերել ընտրությունների օրման եւ որոշ տեղամասերում լինեն կրակոցներ եւ այլն, ես չեմ զարմանա, որ լինեն նույնիսկ սպանություններ։ Իսկ ինչ ազդեցություն է ունենում սպառնալիքների, վախի մթնոլորտի տարածումը մարդկանց հոգեբանության վրա։ Կարինե Նալչաջյանի խոսքով սկզբնական փուլում սպառնալիքներն ազդում են, մարդիկ վախից դրդված իշխանահաճո են ձևանում կամ դառնում, բայց 8 տարի նույն մթնոլորտում պահելը հակառակ ազդեցությունն է ունենում։ Երբ քեզ անընդհատ վախեցնում են, սպառնում են, այո, դու կարող ես վախենալ, կարող ես կծկվել, բայց եթե արդեն այնպիսի աստիճանի է հասնում, այդ վախը, այդ սպառնալիքը, որ մարդու մեջ մի ուժ է առաջանում, որ մի լուկը վերջին ճիգերը մի հատ հավաքեմ, պաշտպանվեմ, գուցե փրկվեմ, այս վերջին ճիգերը կարող են մարդու ներքին հնարավորությունները, գիտեք, թաքնված այդ հնարավորությունները ինքնապաշտպանական շատ մեծ են։ Թավշից պողպատ համախմբման խոստումներից սպառնալիքներ 2021-ին հնչած հայտարարությունները 5 տարի անց ոչ միայն չեն մեղմացել, այլև դարձել են քաղաքական խոսույթի հիմնական մասը։ Վահե Հովհաննիսյանի համոզմամբ հասարակության շրջանում դժվար գրեթե անհնար են դառնում քննարկումներ կազմակերպելը, այլ կարծիք լսելն ու դրա շուրջ մտածելը։ Իդեպ, վերջերս մամուլը գրում էր, որ Աբովյանի գյուղերից մեկում քաղաքական անհամաձայնության պատճառով սպանություն է եղել։ Ում ես քվեարկելու հողի վրա արդեն իրան են դանակահարում, սպանում, հազարավոր ընտանիքներ են կիսվում ու թշնամանում, որինչ այս տնաբանությամբ ուր ենք գնում, ուր ենք հասնելու, արդեն չգիտես ում հետ քննարկես նման հարցեր։ Երկրի 4 կողմը լարվածություն է, իսկ ներսում աննորմալ դեգրադացիա։ Գիտակցում եք արդյոք, որ դա սովորական իշխանական հրահանգներ չեն, այլ ամբողջ հասարակության քայքայմանն ուղղված գործողություններ եւ երկրի հետագա զարգացումը վտանգող քայլեր։
Այսպես կոչված ատելության պիկապից հնչած սպառնալիքները քարոզարշավների մասնակիցներին են փոխանցում Փաշինյանը, որ տարածվում է, հասնելով ընտանիքներ, ընկերական շրջապատ, համացանց։ Հոգեբան Նալչաջյանը նշում է, ստեղծված մթնոլորտը թելադրում է պայքարել վախ տարածող աղբյուրի դեմ։ Անիա Բաղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Նոր մանրամասներ կան չորեքշաբթի երեկոյան Լոս Անջելեսի Նորթ Հիլզ թաղամասում տեղի ունեցած ողբերգության մասին։ Տանը կրակոցների մասին հաղորդումից հետո գտել են տղամարդու, կնոջ և 2 երեխաների, այդ թվում նորածնի մարմինները։ Դատաբժշկական փորձագետը նույնականացրել է 31-ամյա Խաժակ Բասմաչյանին, ընտանիքի հորը։ Երեխաներից մեկը 2 տարեկան տղա է, իսկ մյուսը 6 օրական նորածին աղջիկ։ 30-ամյա մայրը, որը ըստ քննիչների հենց կրակողն է եղել, նույնպես մահացել է։ Անհասկանալի է, թե ինչն է հանգեցրել ողբերգությանը, ըստ քննիչների մայրը կրակել և սպանել է իր 2 երեխաներին, ապա նրանց հորը։ Հարևանուհիներից մեկը նշել է, որ երբեք չի տեսել ընտանիքին կռվելիս և չի նկատել որևէ նախազգուշական նշան կամ խնդիր։ Մեկ այլ հարևանի խոսքով մայրը հնարավոր է հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել, գուցե հետծննդաբերական դեպրեսիա, սակայն պաշտոնյաները դա չեն հաստատել։ Իսրայելական ռազմական օդանավերը մայիսի 29-ի առավոտյան սկսել են ռմբակոծել Լիբանանի հարավում գտնվող Նաբատիե շրջանի մի քանի բնակավայրեր։ Ավելի վաղ իսրայելական բանակը Նաբատիե շրջանի Այնկանա գյուղի բնակիչներին կոչ էր արել լքել տարածքը։ Բանակը հայտարարել էր, որ գյուղում գործողություններ են իրականացնելու արմատական Հեզբոլլա շարժման զինյալների դեմ։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Լիբանանի հարավում գտնվող Ալ-Շարիֆատ գյուղաքաղաքի վրա իսրայելական ուժերի հարձակման պատճառով զոհվել է 3 մարդ, այդ թվում 1 կին։ Նրա նորածին դուստրը և 1 սիրիացի երեխա, նաև վիրավորվել է 15 մարդ, այդ թվում 3 երեխա։ Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ալի Բաղերին հայտարարել է, որ տարածաշրջանը կարող է լինել կայուն առանց Միացյալ Նահանգների մասնակցության։ Նա մեղադրել է Վաշինգտոնին ռազմատենչ քաղաքականության համար և ընդգծել, որ Իրանը կողմ է, որ խնդիրները լուծվեն դիվանագիտական ճանապարհով։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Նոր սկանդալ է հասունանում Ռուսաստանի շուրջ։ Ռուսական անօդաչու սարքն ընկել է Ռումինիայի Գալաց քաղաքի բնակելի շենքերից մեկի վրա։ 2 մարդ վիրավորվել է, իսկ մոտ 70-ը տարհանվել։ Ռուսական անօդաչու թռչող սարքերի ռադարներին հայտնվելուց հետո օդ է բարձրացել Ռումինիայի ռազմաօդային ուժերի 2 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ։ Ռուսաստանին կանգնեցնում են ուկրաինական հեռահար միջոցները, ոչ թե դիվանագիտությունը, Շվեդիայում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Նա նշել է, որ Իրանի պատերազմի պատճառով պատրիոտ հրթիռների մատակարարումն ավելի բարդացել է։ Այս թեմայով նա նամակ է հղել Թրամփին ու Կոնգրեսին, ներկայացնելով, թե ինչպես կարող է հրթիռների բավարար մատակարարումը նպաստել այս պատերազմի ավարտին։ Ինչ վերաբերում է Շվեդիային, մենք կստանանք շվեդական ինքնաթիռներ, որպեսզի դուրս մղենք ռուսական ինքնաթիռներն, ասել է նա։ Իրանցիները շատ լավ բանակցողներ են, նրանք խորամանկ են, բայց բոլոր խաղաքարտերը մեր ձեռքում են, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը մոտ են համաձայնության ստորագրմանը։ Նրա խոսքով, այնուամենայնիվ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող մի շարք հարցեր դեռևս մնում են չլուծված։ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացում երբեք չի լինի, հայտարարել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Զենքերի վերջին փորձարկումներից հետո երկրի առաջնորդը նախատեսում է դրանք տեղակայել Հարավային Կորեայի հետ առաջնագծում։ Կիմ Չեն Ընը կոչ է արել արդիականացնել երկրի հրետանային ուժերը, որպեսզի ոչ ոք չկարողանա համեմատվել իրենց հետ։ Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահներն Աստանայում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրել։ Ռուսաստանն ու Ղազախստանը ստորագրել են նաև Ղազախստանում ատոմակայան կառուցելու համաձայնագիր։ Իսկ վերջում նախագահները կաղնի են տնկել երկու երկրների հավերժական բարեկամության ծառուղում։ Շվեյցարիայի հյուսիսում գտնվող երկաթուղային կայարանում տղամարդը հարձակվել է անցորդների վրա ու դանակահարել նրանց, վիրավորվել է 3 մարդ։ Որպես կասկածյալ ձերբակալվել է Շվեյցարիայի 31-ամյա քաղաքացի։ Իրավապահները պարզում են հարձակման դրդապատճառները։ Աննախադեպ շոկ եղանակ է Եվրոպայում, փարիսցիները զովանալու համար նետվում են ջուրը։ Բանգլադեշ պետությունում էլ ալբինոս կոմեշը փրկվել է զոհաբերությունից Դոնալդ Թրամփի նմանության շնորհիվ։ 750 կիլոգրամ քշռող կենդանին առանձնանում է խարտյաշ մազափնջով և մաշկի վարդագույն երանգով, ինչի պատճառով տեղացիները նրան տվել են Դոնալդ Թրամփ մականունը։
Զարա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Եվ վերջում դիտենք իրական Հայաստան առանց ֆիլտրի հաղորդաշարի առաջին թողարկումը, որը Սյունիքի մարզի տեղ գյուղից է, իսկ ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը։ Բարի լույս, սիրելի հետևորդներ, սիրելի ընկերներ, այսօր մայիսի 23-ն է, շաբաթ առավոտյան, ժամը 5:25, հենց հիմա շարժվելու եմ դեպի Սյունիք, դեպի տեղ գյուղ, մենք առանց ֆիլտրներ ենք փորձելու հասկանալ իրապես որն է մեր Հայաստանը եւ արդյոք Facebook-յան Հայաստանը, վիրտուալ Հայաստանը, որ մեզ ներկայացնում են, այն վատ երևույթները, որ ներկայացնում են, ընդհանրապես իրականության համապատասխանում են, թե ոչ։ Ես ինձ հետ մի խումբ ընկերների եմ վերցնում, գնալու ենք այնտեղ ծրագրերությունը հետևյալն է, պատահականության սկզբունքով մտնելու ենք սահմանային այդ գյուղ, դուրը ծեցելու ենք, մտնելու ենք հայի տուն, հայ ընտանիքի հետ մի ամբողջ օր ենք անցկացնելու, մի ամբողջ օր ենք կիսելու իրենց կենցաղը, այս ընթացքում էլի կհանդիպենք։ Լավ, գնանք Տարոն ջան, գնացինք։ Եկանք հասանք Գորիս, առավոտյան հրաշագեղնի տեսարանները բացվել։ Այստեղից շարժվելու ենք արդեն դեպի տեղ գյուղ, պատահականության սկզբունքով կմոտենանք մեր հայրենակիցներից մեկի տանը, դուռը կծեցենք ու կմտնենք, տեսնենք ինչ հետաքրքիր օր է մեզ սպասվում։ Գնացինք։ Ես սկսեց անձրևել, ներքևում չկար օրինակ, տեղում չկար, ստեղ արդեն մի քիչ ավելի բարձր, բայց լավ կլինի, որ այսօր անձրև չլինի, որ կարողանանք մեր օրակարգը ամբողջությամբ իրականացնել։ Մի բան բարձրացանք դեպի մեր դիրքեր, պետք չի բնականաբար այդ ամեն ինչը ցույց տալ, հիմա նորից վերադառնում ենք մեր սովորական առօրյային։ Գնացինք տեսանք մերոնք լավ են թե չէ ու հետո արդեն շարունակում ենք այսինքն մեր ճանապարհը։ Այսինք դարել ես դասպանել Արնիկարում քենես կահանել, Մերկին աղշիներ կտանել, Պատիվ ունեցողը թողա։ Երբ որ նկարագրում է երգի մեջ, ասում է, որ եկան, չգիտեմ, գյուղերը մտան, թալանեցին, թուրքերը այս արեցին, այդ արեցին, եւ մեր կանանց ու աղջիկներին տարան, եւ երգի այդ քառատողը փակում է շատ հզոր խոսքով պատիվ ունեցողը թող գա։ Մարիա ասում ենք։ Ատլես երեխեքին մոտենանք հարցնենք ոնց են, ոնց չեն։ Անունդ ի՞նչ է։ Քոն Ալեքս, Բակոնը։ Բակոնը։ Սևակես ինչ լավ անուններ են։ Տղեկ լասեք տեսնեմ, ստե խանութ որտեղ կա։ Հələ կքշեք հետներս գաք, հələ առաջնորդեք մեզ, տարեք, դու էլ կգաս ավտոն նստես, արի, եկ,
մենք հայի տուն ենք գնում, մեր դատակ ձեռքով չենք կարող գնալ բնականաբար, այդպես պատճառով մտանք խանութ։ Այս 3-ն է, դու 3 տարեկան ես, հա։ Բարև ձեզ։ Լավ, դուք ինչպես եք։ Առողջությունը ո՞նց է։ Հողի կադաստրային հողերը իրական մշակվել հողերի հետ չի համապատասխանում։ Այս գյուղի հողերը մինչև որ սահմանն են, որ հատվածն են։ Այն արագուսն է, հա։ Սենց շուրա տալես միջև կորնիձոր, Հա։ միջև այն տարածքը։ Դենտեղ մի 70 հեկտար թուրքը նստել է, մի տարածքել նիտրալ է, էլի կոչվում, բան նիտրալ հող պետք է լինի 2 պետք։ Որ հատվածում է, որ մտել են։ Ես մի քանի հատ լավ եմ, ընդդեմ այն է։ Հա։ Այն փոսերը, հա, այս կողմի մենք եք նստած, այն կողմի 20 մետրի վրա իրանք։ Ասում են, որ կադաստրային տվյալները հողերի եւ իրական հողի պատկերը տվյալները իրար չեն համապատասխանում, դրա համար ոչ այգեգործությունն է զարգանում, ոչ գյուղատնտեսություն առասարակ, որովհետեւ ստացվում է այնպես, որ մարդը գալիս է իր հողում ինչ-որ ծառա տնկում, բայց հետո հարևանը կարող է գա ասի, որ կադաստրային տվյալներով այդ ինչ որ չարչարվել ես, տանջվել ես, հողդ մշակել ես, այգիդ տնկել ես, միրգդ ստացել ես, այդ իմն է, որովհետև տվյալներ չեն համապատասխանում։ Նա ինչ հետաքրքիր տրաֆարետ է տարուն լագրի Արցախ։ Արցախ։ Այս էլ երեխեք է։ Հիմա ասենց որ աչով գնանք, ուր կգնանք։ Հա։ Գորնիձոր։ Հա, Գորնիձոր։ Բա Արցախ ոնց գնանք։ Հա։ Ոնց չկա, այստեղ չկա, բայց մի քիչ հետո Արցախը չի։ Հա, այստեղ է գրած, տես աչով է դրած։ Հա, Արցախը, ներել է, հա, Արցախը, մեն Արցախը։ Հասկացա։ Մերն է, չէ, Արցախը։ Արցախը մերն է, չէ։ Խորթ ու բորթ ճամփեքով գանք պատմենք գյուղի մեջ։ Ես ուզում եմ հասկանալ, որ տան դուռն եմ ուզում ծեծել։ Այդ տարոն ինչ կարծեք ես։ Այստեղից հետո չգիտեմ ինչա, բայց կարող է այս տունը մտնենք։ Ես վստահ եմ, որ ցանկացած հայի դուռ որ ծեծենք, ասենք եկել ենք ձեզ հետ մի օր անցկացնել, չեմ կարծում, որ մեզ մերժելու են։ Նույնպես որ բարև ձեզ։ Ես Աբրահամն եմ, Աբրահամ Գասպարյան, շատ ուրախ եմ։ Ես Genesis Armenia կազմակերպությունն եմ ներկայացնում, ինքը գիտավերլուծական կենտրոն է, ուղեղային կենտրոն է։ Եկել եմ մի ծրագիր եմ իրականացնում։ Ուրեմն մեր մարզերի համայնքներով գյուղերով ման եմ գալիս, 5 համայնք եմ ման գալիս, որտեղ ուզում եմ քարտեզագրեմ մեր հայրենակիցների խնդիրները, պրոբլեմները, սոցիալական խնդիրները, տնտեսական, գյուղատնտեսական, ընդհանրապես իրենք ոնց են մտածում, ուզում եմ հետաքրքիր մի բան իրականացնեմ, եկել եմ մի օր ձեզ հետ անցկացնեմ, ամբողջությամբ, առավոտից մինչև գիշեր, եթե իհարկե նաև չեք ընդդիմանա, կարող եմ գիշերել ձեր տանը, ուզում եմ ձեր կենցաղը կիսեմ, եթե դուք հողում գործ եք անելու, գյուղատնտեսական աշխատանք եք կատարելու, ձեզ հետ անեմ, ծանոթների հետ, բարեկամների հետ։ Գնանք, բարև Մայրիկ ջան։ Իմ անունը Աբրահամ է։ Ես է ծոյիկ եմ։ Շատ ուրախ եմ, Մայրիկ ջան։ Ես ուրախ եմ։ Ապեր, հələ արի տեսնենք։ Դու ով ես, քո անունն ինչ է։ Արի։ Համի արի տեսնեմ։ Ոնց ես։ Լավ ես։ Ինչ ես խաղում, լեգո ես խաղում։ Դեշեմ։ Իմ երեխեքն էլ են լեգոյով շատ սիրում խաղալ, արի տեսնեմ։ Արի, ստե։
գյուղի ջահելությունը ինչով է զբաղվում։ Ամբողջ օրը աշխատանքի մեջ են։ Այդքան էլ չի աշխատանք կա։ Հեն մինչև 20 թիվը մինչև պատերազմը աշխատանքը շատ էր։ Գյուղում անաստապահությունը շատ է զարգացած իրար դեր գյուղում, խնձորեսկում, բոլոր գյուղերում էլի։ Եթե մարդ ուզացալ է, ստեղծալ է, կարացալ է, տարածքի իլալ է։ Մեր գյուղում մինչև 20 թիվը մի 40,000 գլուխ ոչխար այլել։ Միայն ոչխար։ Մենակ ոչխար։ Հայաստանում ամենաշատ ոչխարը տեղ գյուղում է։ Խոշորը չեմ կարող ասեմ, բայց շատ էլ է, շատ թիվ էլ է խոշորը։ Բայց հողերել են եղել, որ մշակել եք, զբաղվել եք։ Հա, այդ հողերն էլ ալալ, գյուղից շատ մարդիկ էլ գա, ինձ հանալ, ծորեն ինձ հանալ։ Հա, դե հիմա չկա, 20 թվականից հետո դաժե մեր գյուղից 100 հեկտար ընկելա Թուրքին, 100 հեկտար ցանած պատրաստ վարելա հող, ծորեն գարի ցանած ընկելա Թուրքին։ Այս բային թուրքերեն են նստած մեջ։ Դες 23 թվի 23 թվի, կարծեմ մարտի 27-ին նստել են թուրքերին։ Ոնց կարաս ասես տա մերը չի։ Հայկական հող ասես մերը չի, տեսկան են։ Դե հայը որ պիտի չասի այդպես։ Իհարկե։ Լսած գա թուրք չոբանը, անգրագետ, որ տարաճան արքի, չոբանը ասի այդ հող մերը չի։ Չէ, չկա։ Իրաց բառով սիրուն չի ասեմ, անգրագետ չոբանն էլ ասում է թորփաղ բիզինգը։ Բայց մեկ ասում եք Ղարաբաղը մերը չի, լավ։ Աշխատանք չկա գյուղում այդքան։ Այդ ջահելությունը, երիտասարդությունը ինչ անելու, հեռանկարը ինչ է ասել։ Հեռանկարը ես եմ, եթե sense քինած որտեղ աշխատանք իրա պիտի քինան դերել։ Շատ են գյուղից քաղաք գնում, Գորիս, Կապան կամ Քաջարան այդ կողմերը։ Մեր գյուղից Քաջարանում այդքան չկա, այդ հիմնականը Խնածախից Կորնիձորիսկանից են։ Եկեցել են դա աշխատանքի։ Մեր գյուղացիք շինարարներ շատ են։ Գորիսում են շինարարությունում աշխատում, Երևան են քնում աշխատում, կյանքի առաջ որ Ստեփանակերտ են աշխատելիս, լավ, մեր գյուղի փրկելիս էլ է։ Յայլությունը վարպետն էլ լրիվ այնտեղ շինարարությունում աշխատելիս ունի։ Դե հիմա այդքան էլ Ղարաբաղը բրծավ չկա։ Եղել է չկա։ Ինչի է քեզ հողին շատ կապած sense։ Դա մեր պապեկան հողն է, ցավոտ տանեմ, պապս ստեղ է հողակավորված, թաղված, պապս հերս ստեղ է, մեր մեծերը ստեղ է թաղված, մեկ ստեղի ջուրն եք խմալ, ստեղի հացն եք կերալ։ Դե ուրիշ տեղեր էլ կա, հացել, ջուրել, աշխատանք էլ գնացեք այդտեղ լավ ապրեք։ Հացը ջուրը երբեք հայրենիք չի կարել։ Ռուսաստաններում կամ Եվրոպաներում կարող է շատ լավ ապրես, բայց դու չուժո ես։ Չուժո ես, ինչ կա նա քոնը չի։ Այդ շներիդ մի խոսք ունի, ասում է գելմե ես։ Այդ կարաս այդ բառը բան մոնտաժ կան։ Գելման։ Գելմե ես, եկվոր ես։ Եկվոր ես։ Քոնը չի։ Ես ուրիշ գյուղում այդ բառը ինձ ասել ու որ կինամ դու ապրեմ։ Իսկ մեր գյուղում չեն ասել։ Իմ հողում չեն ասել։ Լաչին։ Այո, լաչին։ Եթե գյուղում ապրում ես, պիտի տարածքնի անաստապահությամբ զբաղվես, դաշտավարությամբ զբաղվես։ Դե վարելահողեր էլի փառք կա, բայց արոտավար չունենք։ Գյուղում ասենք ապրողը պիտի անասուն պայի, որ անասունով են ապրում էլի, ծախեն իր այդ հոգսերն անի, կոմունալա ոչ շում էլի, կարա յոլակին։ Դե մեր գյուղին էլ այդ բանը չունի, տարած չունի, արոտավայր չունի։ Ստիպված տանում եք։ Ստիպված դա համար է, 4 ամիս տանում եք սարերը 4 ամիս։ Մնացը Գորիսից վեր է վերում, Սիսյանի կողմերն եք տանում հիմնականը։ Սիսյանի սարերը, բազարչայի սարերը, ասում են ջերմուկի սարերը։
Հատա մենք տեղեր պահում։ Ծախսերը շատանում է, ապրանքի ինքնարժեքը ավելանում է, ասենք մսի ինքնարժեքը բարձրանում է, կաթի ինքնարժեքը բարձրանում է, դա համարել այդ շահութաբերությունը իջնում է։ Ինչքան ապրանքի ինքնարժեքը բարձրալինում, շահութաբերությունը իջնել է, բարձր։ Ես կարծում եմ, որ համալիր մոտեցում է պետք ցուցաբերել։ Այս ամբողջական պետք է նայել այս լուծումը, այսինքն գյուղը պետք է համարվի առաջին հերթին առաջնահերթություն պետության համար։ Հիմա պետությունը ժողովրդին ով է կերակրում, գյուղացին է, չէ՞ իհարկե, քաղաքին գյուղն է կերակրում։ Քաղաքին պետությունը գյուղացին է պահում։ Արտադրողը, չէ, գյուղացին արտադրողը։ Թեպետ իր առողջությունը փչացնում է, բանանում, բայց ամեն դեպքում եթե հնարավորություն տան գյուղացուն էլի կանի, կաշխատի։ Այս բոլոր խնդիրները Անդրանիկ ջան կարծում եմ լուծելու քաղաքակիրթ տարբերակ կա։ Այդ քաղաքակիրթ տարբերակը սովորաբար ոնց են անում պետությունները։ Ձևավորվում է իշխանությունը ընտրությունների միջոցով է ձևավորվում, հետո ունենում է ինքը որոշակի ժամանակահատված, մի դեպքում 4 տարի է, մի դեպքում 5 տարի է, տեղ կա 7 տարի է, նայած ինչ կառավարման համակարգ է ու իշխանությունը փորձում է այդ խնդիրները լուծել։ Հիմա ես կարծում եմ, որ առաջիկայում սպասվող այս ընտրությունների ֆոնին մեր համակարգացիները, մեր համերկրացիները բոլորը այսպես տանը չմնալով պիտի գնան ընտրատեղամաս եւ իրենց մասնակցությամբ ապացուցեն, թե ինչպիսի երկիր են ուզում, ինչպիսի Հայաստան են ուզում դրանով ապրեն, էլի։ Դե չէ մենք որ անընդհատ բողոքում ենք, ասում ենք, որ սա կա, դա կա, հետո մարդիկ ասում են որոշ ժամանակ, ասում են ինչու էսպես եղավ, որովհետեւ օրինակ դու չգնացիր, չմասնակցեցիր ընտրությանը։ Եթե չես ձևավորել դու քո ուզած իշխանությունը կամ քո ուզած խումբը, որ ուզում ես ղեկավարի, դու վերջում դատարկաձեռն ես մնալու եւ չես կարողանալու այդ ամեն ինչ անել։ Դրա համար ես կարծում եմ, որ ամենաճիշտ ձևը այս խնդիրներին համալիր լուծում տալու ընտրություններին մասնակցելն է։ Ընտրությունն է, թոքինա մասնակցելուն, որ ես ընտրեի, դու։ Իհարկե, խոսքը վերաբերում է բացառապես այդ մասնակցության։ Քո ընտրությունն է, քո ճաշակն է, քո նախընտրությունն է։ Նախընտրում ես նրանիկին ընտրում, ուզում ես երկրի ղեկավարինիքին է իրան զայնտում։ Իհարկե։ Արի Տարուն ջան, արի տես որտեղ ենք քնելու այսօր։ Դաշտի մեջ ենք քնելու։ Գլխիտ նայի։ Ինչ է լավ տեղ է։ Չէ, լույսը կա, որ ասեմ, արևային տեղա դրած։ Շատ է լավ տեղ է։ Ահա։ Բայց տեղ ցուրտ չի լնում։ Չէ, դա ամառից ցուրտ, տեղաշորին տակինից ցուրտ։ Ուղղակի կելերը վրկյան է տավատն էլի։ Թե ինչ անենք հիմա, գելեր են գալի թող գան։ Ոչ են մտնելու մեջը։ Կարող եմ մտնել։ Ոնց մտնեն, դուրը չես փակում։ Դե դուրն հալի կելը պերցել է։ Ես ժողովուրդ ջան, ուրեմն ես այսօր գիշերը անցկացնելու եմ այստեղ, ես իմ սեփական կամքով հրաժարվեցի Անդրանիկի առաջարկից մնալ գիշերել իրենց տանը, որովհետև սա էլ մի հետաքրքիր արկածայի վերջո դաշտի մեջ հենց փոքր ֆերմայի կողքը, գայլերի մեջ, որոնք հնարավոր է գան գիշերը, բայց կապ չունի, այստեղ պահակությունը կանենք, գիշերը կհսկենք։ Այդ ամբողջ տնտեսությունը պետք է հսկել եւ ձեզ մենակ չեմ թողնի հաստատ։ Հայաստանում գյուղատնտեսության խնդիրներից մեկը, այսպես ասեմ, առանցքային, ռեալիզացիան է, այդ որ իրանք չգիտեն, հիմա մեկը, չգիտեմ, բերք հաստանում, մեկը կաթ հաստանում, մեկը կատնամթերք հաստանում, այդ սիստեմ, այդ համակարգը ճիշտ մշակելը, որ գյուղը աշխատի, որովհետև գյուղը աշխատես, քաղաքը տասնապատիկ է աշխատում։ Կառավարությունը պիտի տերություն անի, տերություն, պիտի խրախուսի, պիտի օգնի։ Դե հիմա գյուղնախարարություն էլ չկա։ Չկա, գյուղնախարարությունը վերացավ։ Չկա։ Բայց փառք էլի բանը էկոնոմիկայի նախարարությունն է նայում չեմ իմանում։ Այդ ենթակայության բարձրացում։ Անասուններին պատվաստումն են գոնե ժամանակին լրիվ անում է։ Անում են այդ։ Պատվաստումն է քանի հատակ։ Դաբաղի դեմ, չգիտեմ։ Դաբաղի դեմ, Սիբիրախտա, ես եմ բրիցիլոզի արյունստուգիլա, այդ բանը լրիվ անում են։
լրիվ ժամանակին կեմեն անում։ Արդեն երեկո է, ժամը 7:20 է։ Կովերին արդեն բերում են։ Հիմա պիտի գնանք Անդրանիկենց փոքր ֆերմա, տեսնենք կովերին ոնց են տեղավորել, վաչիկը ոնց է տեղավորել ու ինչ գործ կա անելու, ինչ աշխատանք կա կատարելու։ Եկավ նախիրը։ Լավ թարմացած են վերադարձել Անդրանիկ։ Նիհար եմ պահել, չեմ կարացել լավ պահել։ Կերտոտելու եք, ուզես կերտոտելու եք։ Չես կարող։ Դանան հանիք, բաշո։ Սամնովի ստացած այս նարդին։ Համայնքապետարանից որպես բարեխիղճ գյուղացի իրանց համայնքի բնակիչ Սա են նվիրել։ Սա նվիրել են։ Մի հատ ժամացույց են նվիրել, մեկ է նարդին են նվիրել։ Որպես համայնքի լավագույն բնակիչի։ Գնացի։ Խաղը տենիս է։ Սև սպիտակ։ Սպիտակներով ես խաղ տանում։ Դե դուք սպիտակ եք։ Ես սև եմ։ Էլի արդես բարեկամությունը, բայց խաչիկը ինձ կրեց ֆանտաստիկ։ Երեք հատ դուշեշ ա գցել իրար հետևից, հենց որ բան չունեմ ասելու։ Դիարն թառաչից հետո, տրնդեզից հետո սովորաբար տաքանում է, չէ՞ ասում են։ Ու տենց էր, բայց այս տարի մինչև հիմա ունես չի որ տաքացել է։ Բայց ես կրակին ինչքան նայում ես նայվում։ Հիմա այս որ կրակը վառել ենք լասը Անդրանիկ ջան, աշխարհում քանի պետություն կա։ Աշխարհում դեպի Ամերիկան, Ավստրիան։ Գիշերվա ժամը 4-ն է արդեն, մենք ինքան հավեսոր անցկացրինք, ինքան լիքներ նա չքնեցինք։ Հետո լուստրացումը բազմանկյալը կարոտել էի գյուղը։ Գյուղի կյանքը մի քիչ ուրիշ է, չէ։ Շատ իմաստալից եւ լիքոր պարգևեցիք դուք այսօր ինձ անձամբ ինձ վստահ եմ նաեւ մեր Տարոնին, որին անկախ որ իր աշխատանքն է կատարում, խորին շնորհակալություն ամեն ինչ պրոֆեսիոնալ մակարդակով անելու եւ մեզ ուղեկցելու համար Տարոն ջան, որ քեզ չթողեցինք քնես, ապրես շնորհակալություն։ Ես հիմա ոչ միայն ինձ լավ եմ զգում, մեծ ցավ եմ զգում այդ դիմացը նայելով, դիմացի լույսերը նայելով։ Մի տեսակ կարոտախտ կա, մի տեսակ որքան հզոր է այս հողը, այդքան ցավեցնող է։ Ասի պես էլ երևում է, չէ՞ լրիվ մեր այդ իրանք օկուպացրած են, այո։
Այդ մեր հողերն է մեր։ Այ լիշերը վարում է իրանց։ Արսենի իրանց։ Ես մեկ էլ տենց դաժան ներքին անասելի անբացատրելի զգացումով եմ պատված եղել Շուշիի տակ։ Երբ որ Ստեփանակերտից նայում էր այդ ամբողջ լուսավորությունը, բայց չէի կարողանում ասել, հիմա այդ նույն զգացումն է ինձ պատում։ Հողը թանկ բան է։ Պատկերացրեք մենակ այսօր չէ որ նայում ես ժամը 4-ին ապի նայում ես երևում, մեկ ամեն օր քնելուց, արթնանալուց, հենա դեմներս։ Ու ընդեղ ամարյա դեր զոլ ետ ջուղերում, բոլոր ջուղերում միլալ են։ Էր ասում են թուրքական, կամ ադրբեջանական, Քուրդիստան էլ ես ընդեմ մի մզգիթ չեմ տեսած։ Մի մզգիթ չեմ տեսած, լրիվ հայկական եկեղեցին ել է։ Ցավոք այսօր արդեն մերեչի այդ հույսովին է որ մերեչի հողը տիրոջ պիտի վերադառնա։ Հողը պետք է սիրել, հողը այդ սիրելն էլ գենացով չի, ամենամեծ ապացույցը ձեր ներկայությունն է, ձեր նման ընտանիքների հավատքով ամրապնդված մնալն է այս հողին կարճած, այս հողը շենացնել է, այս հողը վարել է, այս հողը ցանել է, հնձել է, շունչ ապահովել է, շունչ եք տալիս ես։ Գյուղը դրանով է գյուղ իմաստավորված է ու իսկապես այսօր որ տարբեր մարդկանց հանդիպեցինք, տարբեր մարդկանց հետ զրուցեցինք, իրենց խնդիրները լսեցինք։ Մի հատ sense կարմիր թելի նման բաներ գնում այդ բոլոր զրույցներում էլի։ Բոլորը ունեն ավելի լավ Հայաստանի ակնկալիք, ավելի լավ երկրի ակնկալիք, ավելի արժանապատիվ երկրի ակնկալիք, որտեղ երեխաները կունենան հեռանկար, կունենան ապագա, կապրեն իսկապես երաշխավորված խաղաղության պայմաններում, կունենան աշխատանք եւ հեռանկար։ Մեր ապապերը շատ են, չէ, երազերը, ինքան ցանկացել որ մենք անկախ պետություն ունենանք, մեր բանակ ունենանք, մեր դրոշ ունենանք, մեր հիմն ունենանք։ Հիմա 91 թվից ունենք պիտի տերություն անենք, անտերության չմատնենք գյուղերը, բնակվենք, շենացնենք, արարենք, աշխատենք, անկախ ենք երկիրը, անկախ պետություն ենք, աշխարհը մեզ ճանաչում է որպես պետություն, պիտի տերություն անենք։ Անձամբ ես հենց եմ մտածում մեր գյուղնա կապը ստեղ է հողակավորված, հետը ստեղ է, գերեզմանները չթողենք, մեր սրբավայրերը, սա որտեղ նստած եք իմ կողմն է։ Մանկությունս էլ եմ ստեղ անցկացրել, ստեցնված, ստե մեծացած։ Ես չեմ կարող պատկերացնել, ոնց կարելի է թողես քինած ուրիշտեղ։ Ես դա իմ մեջ չկա, չեմ կարող տա, որը ինձ չի տեղավորում։ Հայախոս լինելը բավական չի, պետք է հայեր են մտածել։ Մտածելակերպել հայերեն։ Մեր արժեքները այն ամեն ինչ որ մենք ժառանգել ենք մեր պապերից, ազատության, անկախության, արդարության, համերաշխության, սեփական հողին տեր կանգնելու, անձնականը ստորադասելու հավաքական շահին, այս բոլոր արժեքները մենք հիմա կարծես ոչ թե կորցրել ենք, այլ փոշի անստել կամ մոխիր անստել նրան։ Դի մեր մեջ ուժը գտնենք այդ փչելու այդ աղբը մեր վրայից հանելու, թափելու, մեր հոգիները պղծած, մեր կենցաղը աղավաղած, այդ արատավոր երևույթները, իրար նկատմամբ ատելությունը, ներքին պառակտումները, նախար 50 միլիոն էլ չես էլ, որ ասես
Եղած չեղածը մի պատխոնց ժողովուրդ ես էլի Սահյանի բարվասը քանի սյունիքում ենք չանենք արդեն ժամը 5 դեղավ հեսա արևն է ելնելու հա բայց ես մի քիչ ժամից պիտի ելնեմ բայց ինձ չես քնելու բայց մենք կարանք գնանք մի 2-3 ժամ քնենք բոնը որտեղ առավոտը պիտի շարժվենք Եթե քուշ կելնեք ես առավոտ շուտ կհենեմ իմ գործեր անում Ու ժամի կուզեք ժամի կհենեմ Շուտ կհենեմ Տրադիցիայի համազան ժամ 8-ին քնած մարդ չպիտի Ահա Տեսար Տարուն ջան, ես քեզ էր ուղղված ես մեսիջը, դու ես ամենաշատը քնում մեր մեջ։ Ժամը 5-ին արդեն մասնացած ունի, բացառություն կանեք երբեք։ Որոնա մարդիկ։ Այսինքն եթե այսօր եկած չլնենք, դուք հիմա քնած եք, վաղուց։ Քնած չեք, ես ժամը 10-ը պիտի քնած լինեի, առավոտը ես մի քիչ ժամից պիտի ելնեմ։ Մենք մի 2 ժամ գնանք հանգստանանք, վերջո։ Սա իրական Հայաստան առանց ֆիլտրի նախագծի առաջին թողարկումն էր, կհանդիպենք հաջորդ կանգառում, Վայոց ձորի մարզում, ինտերեք եւ բարի գիշեր։